Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր մարտի 28, նույն փառքը, և ինձ սիրողն իմ հորիցը կսիրվի, և ես կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան, Հովհաննես 14:21 խոսք, որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու հայր ինձանում, և ես քեզանում, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն, և ես այն փառքը, որ ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք, ես նրանցում և դու ինձանում, որ կատարյալ լինեն միությունում, Հովհաննես 17:21-23 խոսքեր։ Տեր Հիսուսն ըստ խոսքի ասում է. այն փառքը, որ դու ինձ տվեցիր, Հայր, ես նրանց տվեցի։ Քրիստոսն ասում է, որ մեզ տվել է նույն փառքը, ինչ Հայրը տվել է Հիսուսին։ Սա հիանալի է, բայց ի՞նչ է այս փառքը և ինչպես է մեր կյանքը բացահայտում այն։ Փառքը, որի մասին Տեր Հիսուսը խոսում է, անսահմանափակ մուտքն է դեպի երկնային Հոր մոտ։ Հիսուսը իրավունք տվեց մեզ մշտական մուտք ունենալ դեպի Հորը, բացելով դուռը խաչի միջոցով, որովհետև նրանով երկուսս մեկ հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Եփեսացիս 2:18 խոսք։ Մոտենալ բառը նշանակում է մուտքի իրավունք, դա նշանակում է ազատ անցում, հեշտ մուտք։ Նրան հավատալով համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ Եփեսացիս 3:12 խոսք։ Քրիստոսն ասաց. ես ինձանից ոչինչ չեմ կարող անել, ես անում եմ միայն այն, ինչ Հայրն ասում է ինձ և ցույց է տալիս ինձ։ Հովհաննես 5:19 խոսք։ Այսօր մեզ տրված է նույն աստիճանի մուտքի հնարավորությունը Հոր մոտ, ինչ ուներ Քրիստոսը, և մենք հրավիրված ենք նրա մոտ մեր ցանկացած խնդրանքներով։ Ուրեմն, համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։ Եբրայեցիս 4:16 խոսք։ Տեր Հիսուսի նման եկեք հաճախ և ջերմեռանդ աղոթենք, մոտենալով մեր Հոր Աստծուն։